Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր կրկին հանդիպել ենք լավ շրջապատով, Էդգար Խաչատրյան, Տիգրան Խզմալյան, Հայաստանում այնպիսի մարդիկ, որոնց ես հավատում եմ, որ իրոք Հայաստանի եվրոպական ապագայի համար պայքար են մղում, բարև ձեզ, ուրախ եմ ձեզ տեսնել։ Բարև Մարատ ջան, մենք էլ ենք ուրախ։ Հայաստանում Եվրոմիության դեսպանը հաճախ կրկնում է, որ Եվրոմիության եւ Հայաստանի հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել։ Դե առաջել էին նման հայտարարություններ անում, նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ, բայց հիմա նման հայտարարությունը ինչ է նշանակում, ինչ կարծիքի եք։ Ես հիշեցնեմ, որ այդ օրակարգը պարբերաբար հայտնվում է շրջանառության մեջ եւ շատերը կզարմանան, բայց հիշեցնեմ մեկ անգամ էլ, որ 2006 թվականի հունիս-հուլիս ամիսներին Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր էր ստորագրել, որ 2 ամսվա մեջ Հայաստանի կառավարությունը պետք է պատրաստի փաստաթղթեր Եվրամիություն եւ ՆԱՏՕ անդամակցելու համար։ Բնականաբար դա այդ ժամանակ կապված էր միմիայն Ռուսաստանի որոշման հետ, որտեղ այն ժամանակվա Ռուսաստանը նույնպես խոսում էր, Պուտինը խոսում էր Եվրամիությանը միանալու հնարավորության մասին։ Այդպես որ այդ խոսքերը ոչինչ չեն նշանակում։ Եվ այն ժամանակվա ներկայացուցիչները եւ Սվիտալսկին եւ Անդրեյ Վիկտորինան եւ հիմա պարոն Մարագոս, դրանք ասում են նույնը եւ ըստ երևույթի դա ասվում է ինչ որ պրոտոկոլով, երբեք Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները այդքան լավ չեն եղել։ Այո, հարաբերությունները շատ լավ են, բայց Հայաստանը Հայաստան է, իսկ Եվրամիությունը ապրում է իր կյանքով եւ մինչեւ Հայաստանը չդառնա Եվրամիության անդամ երկիր, կամ գոնե մինչեւ հայտ չուղարկի եւ չհամոզվենք մենք, որ դա ընդունված է եւ Հայաստանը ստացել է Եվրամիության տեխնացու երկրի կարգավիճակ, մենք չենք կարող հանգիստ քնել, որովհետեւ մեր բոլոր քաղաքական կորուստները, ձախողումները, տարածքային, մարդկային, ժամանակային, մեր զոհերը, Եռաբլուրը, Արցախը կորսված առայժմ գոնե եւ այն անկլավները, որոնք հիմա են սեղանի վրա, որպես սակարկելու կամ արդեն սակարկված ճնշման միջոց Հայաստանի վրա, դրանք բացատրվում են մի պատճառով։ Հայաստանը չի հանդիսանում Եվրոպական միության պատասխանատվության գոտի։ Որպես օրինակ բերեմ, ընդամենը 2 օր առաջ Ուրսուլա ֆոն դեր Լայնը Կոսովոյում նախապայման էր դրել կոսովարներին, որ սերբերի ինքնավարությունը, այն անկլավը պետք է պաշտպանված լինի։ Այլ դեպքում Կոսովոն չի մտնի Եվրամիություն։ Հիշեցնեմ, որ 10 տարի առաջ Եվրամիությունը նույն սկզբունքայնությամբ պաշտպանում էր Կոսովոյին Սերբիայի հնարավոր արձակումներից։ Հիշեցնեմ նաև, որ հայկական բանակն է մասնակցում Կոսովոյում խաղաղապահ գործողություններին, բայց այդ ընթացքում մենք կորցրեցինք Արցախը եւ 230 քառակուսի կիլոմետր Հայաստանի տարածքում կանգնած է ադրբեջանական զավթիչ բանակը, մեր սահմաններին կանգնած է ռուսական զավթիչ բանակը եւ խոսել, որ մենք շատ լավ հարաբերություններ ունենք Եվրոպայի հետ, դա ներելի է Նիկոլ Փաշինյանին կամ նրա պաշտոնյաներին։ Լսել դա Մարագոսից մի փոքր տհաճ է եւ ես կզարմանայի, եթե չիմանայի կամ չհասկանայի, որ եվրոպական բյուրոկրատները որդեգրել են այն սկզբունքը, որը Փաշինյանն է հայտարարել, բայց շուռ տվեցին։ Նրանք պատրաստ են Հայաստանին աջակցել այնքան, որքանով Հայաստանը պատրաստ է մտնել Եվրամիություն։ Իսկ քանի որ Հայաստանը չի մտնում Եվրամիություն եւ ընդունված օրենքը չի կատարվում, նրանք ուրեմն ընդհանրապես ասելու են հաճելի խոսքեր։ Էդգար, ինչ կարծիքի ես, ինչի հետ են կապված հիմիկվա այս հայտարարությունները։ Ես ունեմ կարճ պատասխան եւ երկար պատասխան։ Կարճ պատասխանը Հայաստանը ավելի մոտ է եղել Եվրամիության 2013 թվականի մինչև սեպտեմբեր։ Այսինքն այդ պահներ, երբ որ մենք մոտ էինք ասոցիացիան համաձայնագիրը ստորագրելուն եւ այդ դա ներառում է իր մեջ այդ DCFTA ամենակարևոր տարածքայության Եվրոպական միության հետ համագործակցության, բոլորս գիտենք ինչ եղավ այդ պատմության ավարտը ոնց տեղի ունեցավ։ Սա կարճ պատասխան է։ Երկար պատասխանը ինչ որտեղ շատ ավելի բազմաշերտ է։ Ես լրիվ կիսում եմ պարոն Խզմալյանի մտահոգությունն առայն, որ Հայաստանը այսօր չի դիտարկվում որպես Եվրամիության պատասխանատվության գոտի եւ անգամ Եվրամիության պաշտոնյաների հետ զրույցներս բերում են ինձ այդ եզրակացությանը եւ դա իրոք պայմանավորված է նրանով, թե որքանով է Հայաստանը արտահայտում իր կամքը լինելու Եվրոպական միության
մաս, այդ ընտանիքի մաս։ Երկրորդ կարևորագույն գործոնը իհարկե պատերազմն է Ուկրաինայում, այսինքն Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմն է Ռուսաստանում, որը փոխել է աշխարհը եւ աշխարհում ընկալումները, այդ թվում նաեւ Եվրոպական միության մոտ ընկալումները եւ անդամ պետությունների ընկալումները եւ նաեւ սրանով է պայմանավորված, որ այդ փոփոխված աշխարհում միգուցե որոշակի ռելևանտություն ունի պաշտոնյաների հայտարարությունը, որ Հայաստանը երբեք այսքան մոտիկ չի եղել, որովհետեւ իրոք գործընթացներ կա, որտեղ մենք տեսնում ենք, որ Հայաստանը որոշ հարցերում տենց բավականին էֆեկտիվ աշխատում է, էլի կկրկնեմ, որ սա այն աշխատանքը չի, ինչ որ եղել է, ինչ որ ենթադրվում է Եվրոպական միության անդամ դառնալու համար, բայց ամեն դեպքում գործնական հարաբերություններ կա, օրինակ երբեք մենք չենք ունեցել որոշ ոլորտներում այդքան համագործակցություն Եվրոպական միության հետ, ընդհանրենք փորձագետների ներգրավման տարբեր ոլորտներում այս մակարդակի անկեղծ չի եղել կամ չի եղել EPF-ը, բայց պետք է հաշվի առնենք, որ աշխարհն է փոխվել։ Ժողովուրդ, սա շատ կարևոր տարր, այսինքն այն ժամանակ մոտ լինելը ուրիշ բան է նշանակել, հիմա մոտ լինելը այլ բան է նշանակում։ Եվ սա իրականում բերում այն մտքին, որ որոշ դեպքերում նման հայտարարությունները ավելի շուտ, գիտեք, դիվանագիտական բան հիմք ունեն, այսինքն դիվանագիտորեն փորձում են ասել, որ Հայաստան մենք գնաբարձր են գնահատում ձեր ջանքերը կամ ձեր ուրեմն մոտեցումները, բայց կան տարեր, առանց որոնց այդ Եվրոպական միության հետ համագործակցությունը, սերտ համագործակցություն անհնարին կլինի, եւ այդ տարից մեկը օրինակ Հայաստանի կողմից հստակ բարձրաձայն հայտարարումը, որ ինքը չի աջակցում Ռուսաստանին Ուկրաինայի հետ կապված հարցում, դա շատ կարևոր է, Ուկրաինայի հետ համագործակցությունը, ակնհայտ քաղաքական, այսինքն դիվանագիտական համագործակցությունը, Եվրոպական միության անդամության ուղղակի դիմումի ներկայացումը, այսինքն գործոններ կան, որոնք իրականում խոսելու են թե ինձ համար որպես Հայաստանի քաղաքացի, թե նաև միջազգային մեր գործընկերների համար, որպեսզի նրանք հասկանան, թե արդյոք Հայաստանը հանդիսանում է այդ գոնե միջնաժամկետ եւ երկարաժամկետ տեսանկյունից այդ եվրոպական ընտանիքի մաս դառնալու հավակնություն ունեցող պետություն թե ոչ։ Վերջերս Հայաստանում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ եվրոպական մեր գործընկերների հետ, որոնց դու ոչ միայն մասնակից էիր, այլև մի շարք միջոցառումներ նաև դու էիր կազմակերպել։ Խնդրում եմ մի քիչ մանրամասնես ինչ տպավորություններ ունես, ինչ կետի հասանք, թե ընդհանրապես ինչ զարգացումների սպասենք, այս ամենից հետո, որովհետև գիտենք իշխանությունը մի կերպ է մեկնաբանում իրադարձությունները, այսպես կոչված օպոզիցիան իր կերպ, փորձենք տարանջատենք, ինչպես ասում են, կոտլետները ճանճերից։ Մի քանի իրոք, ինչպես նշեցիք Մարատ ջան, մի քանի միջոցառումներ իրականացրեցինք միջազգային մեր տարբեր գործընկերների հետ։ Միջոցառումների մի մասը ուղղված են հատկապես անվտանգային ոլորտի բարեփոխումներին։ Հիմնականում այս քննարկումները Chatham House-ի կանոններով են իրականացվում, դրա համար շատ դեպքերում չեմ կարողանա ավելի խորքային շերտերը ներկայացնել, բայց հիմնական տրենդները, եւ խոսակցության դինամիկայի մասին իհարկե կխոսեմ։ Ունենք նաև կազմակերպված միջոցառումներ, որոնք վերաբերում են ժողովրդավարության սպառնալիքներին, հիբրիդային սպառնալիքներին, եւ այստեղ էլի բավականին հետաքրքիր մտքեր կուզենայի կիսել հեռուստադիտողների եւ ձեզ հետ։ Առաջին հերթին, եթե խոսենք հիբրիդային սպառնալիքների մասին, շատ կարևոր է եւ իհարկե մենք հրավիրել ենք հյուրեր Մոլդովայից եւ միջազգային փորձագետների, որոնք աշխատում էին հիբրիդային սպառնալիքների կանխման եւ դրանց դեմ պայքարելու ուղղությամբ նաեւ հենց Մոլդովայում։ Փորձում ենք նաև ուսումնասիրել որնա տարբերությունները, էլի ինչպես այդ հիբրիդային սպառնալիքները ընկալվում Հայաստանում եւ ինչպես է դա ընկալվում Մոլդովայում, ինչպիսի տենդենսներ ենք մենք տեսնում Ռուսաստանի կողմից այդ եկող սպառնալիքների այստեղ եւ Մոլդովայում, որոնք են տարբերությունները, որոնք են ընդհանրությունները։
Եվ առաջին ուրեմն կարևոր միտքը, որ կուզենայի կիսել ձեզ հետ, որ այն է, որ իշխանությունների կողմից թվում է, թե ինչ որտեղ բան կար, ձգտում կար չխոսելու Ռուսաստանի մասին որպես առաջնային սպառնալիք։ Այսինքն նրանք խոսում էին հիբրիդային սպառնալիքների մասին, հա, ասենց абստրակտ ինչ-որ խոսակցություն կար սպառնալիքների մասին, բոլորս էլ հասկանում ենք, որ շատ դեպքերում այդ խոսակցությունը Ռուսաստանի մասին է, բայց հատկապես եթե խոսքը գնում է պետական մարմինների ու որոշ պետական մարմինների մասին, նրանք նախընտրում էին չխոսել եւ չանվանել այդ պետության անվանումը, ինչը օրինակ ինձ էլ եւ նաեւ մինչեւ մեր միջազգային գործընկերներին ինչ որտեղ զարմացնում էր, որովհետեւ եթե դու չես կարողանում ուղղակի բացահայտել եւ հստակ պատկերացում ունենալ, թե ով է այդ սպառնալիքը եւ որտեղից է գալիս այդ սպառնալիքը, հետեւաբար դու չես կարող ռազմավարություն մշակել այդ սպառնալիքները կանխելու եւ այդ սպառնալիքների դեմ պայքարելու ուղղությամբ։ Նույնը անկեղծ եթե ասեմ, իմ կարծիքով տեղի է ունենում հենց նույն Հայաստանի Հանրապետության անվտանգության ռազմավարության մշակման հարցում, այսինքն եթե դու չես կարողանում արտաբերել եւ ներկայացնել, թե որտեղից են գալիս քո սպառնալիքները, դու չես կարող մշակել ազգային ռազմավարության, բանազգային ուրեմն անվտանգության ռազմավարություն, որովհետեւ դու պետք է հստակ գործողությունը այդ պլանավորես ելնելով նրանից, թե ով է քո թշնամին, ով է քո գործընկերը, ում հետ ես համագործակցում, ինչ հարցում ես համագործակցում եւ ոնց ես ու ինչ սպառնալիքներից ես պաշտպանվելու։ Սա իրոք լուրջ խնդիր է, մի կողմից ասում եմ, խոսում ենք նրա մասին, որ անհանգստություն ենք հայտնում բոլորս էլ, որ ընտրական գործընթացների ժամանակ սպասվում է լուրջ ճնշումներ եւ այդ լուրջ ճնշումները ոչ միայն տեղեկատվական մեդիա դաշտում են կամ ապա տեղեկատվության մեջ են, բայց շատ ավելի խորքային քաղաքական ճնշումներն են, հա, սկսած նրանից, որ չգիտեմ, շաբաթը երկու անգամ կարող է Լարսի բանը ճանապարհը բացվի, փակվի եւ դա պետքա դիտարկենք նաեւ որպես սպառնալիք, հա, որպես հենց հիբրիդային սպառնալիք, որը էֆեկտիվ աշխատում է, այսինքն դու կարողանում ես հանրային գործընթացների կառավարես, եթե դու փակում ես, չգիտեմ, ինչ որ որոշակի բիզնեսմենների խմբի մոտ դու դժգոհություն ես առաջացնում, հա, դրանով կարողանում ես ազդել որոշակի գործընթացների վրա։ Նույն իմ ընկալմամբ հիբրիդային սպառնալիքների գործոններ են հանդիսանում հենց նույն այդ եկեղեցական որոշ ներկայացուցիչներ, որոնք ըստ ինձ նույնպես հիբրիդային սպառնալիքի գործիքներ են, նույն ազգությամբ հայ օլիգարխները եւ այլն եւ այլն։ Եվ էլի իհարկե շատերը խոսում են այդ խնդիրների մասին ներպետական, հատկապես քաղաքական ներքաղաքական ուրեմն զարգացումների հետ կապված, բայց էլի շատ դժվար են խոսում այդ կապի մասին ներքին քաղաքական process-ների եւ Ռուսաստանի ուրեմն Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացների։ Ինչ վերաբերում է անվտանգային ոլորտի բարեփոխումներին, այստեղ նույնպես շատ կարևոր է հասկանալ, թե եթե խոսում ենք չգիտեմ, անվտանգային ոլորտի բարեփոխումների մասին, ինչ ստանդարտով ենք իրականացնում բարեփոխումները։ Հա, հիմա բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանը հայտարարում է, որ անցնում են լրիվ նատոական ստանդարտի։ Հա, եւ եթե մենք պահում ենք մեր հայկական բանակը, անվտանգային մարմինները այդ նույն ռուսական, սովետական տրադիցիաներով, հա, եւ այդ նույն փիլիսոփայության եւ նույն տրամաբանության մեջ ենք զարգացնում, մենք հասկանում ենք եւ նաեւ Ուկրաինան վառ ապացույց է, որ այդ համակարգերը, այդ մոտեցումները հնարավորություն չեն տալու մեզ պաշտպանվելու երկարաժամկետ տեսանկյունից, մենք շատ խոցելի վիճակում ենք մեզ դնում։ Բայց եթե դու չունես սանդղակ, եթե դու չունես ստանդարտ, ըստ որի դու իրականացնում ես քո այդ բարեփոխումները, նշանակում է դու էլի խարխափելով, հա, այստեղից մի բան ես վերցնում, մյուս տեղից մյուս բան ես վերցնում, էլի ստանում ես մի հատ հիբրիդային ինչ-որ բանի Ֆրանկենշտեյնի հրեշ, հա, որը իրականում գործնականում որևէ էֆեկտիվություն չի կարողանալու դրսևորել եւ ավելի շատ քո համար խնդիր է լինելու, քան հնարավորություն կամ ուրեմն պաշտպանության մեխանիզմ։ Եթե կարճ այս բովանդակության խոսակցություններ ենք ունենում եւ շատ կարեւոր է ինձ համար, որ ներգրաված էին թե տեղական տարբեր կարեւոր դերակատարներ, փորձագետներ, պետական մարմիններ, ազգային ժողով եւ թե
միջազգային ասեմ լրջագույն փորձագետներ, որոնք նաև բավականին երկար փորձ ունեն նման ոլորտներում, այս ոլորտներում աշխատանքի եւ կարծում եմ մեզ համար որպես կազմակերպություն մեր առաքելությունը անդադ այդ շահերի պաշտպանության լոբինգի միջոցով փորձել ավելի հասկանալի դարձնել իշխանությունների համար, որպեսզի իրենք էլ հասկանան, թե այդ տրայեկտորիաները, այդ վեկտորները ինչպես են ընտրելու եւ ինչպես պետք է ի վերջո ուրեմն ձևավորեն պետության անվտանգությունը, կամ ինչպես պետք է պաշտպանեն մեզ որպես քաղաքացի այդ Ռուսաստանից եկող սպառնալիքներից, որովհետեւ վերջո խոսքը գնում է ոչ միայն պետք է այս հարցին նայենք ոչ թե այն տեսանկյունից, թե այս իշխանությունը կընտրվի, թե չի ընտրվի ընտրության ժամանակ, այլ այն տեսանկյունից, թե ես որպես քաղաքացի մենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ պաշտպանված ենք դրանից, թե չէ։ Այստեղ մենք որպես քաղաքացիներ հնարավորություն ունենալու ենք մեր ձայնը ազատ ժողովրդավարական ընտրություններում արտահայտելու, թե չենք հնարավորություն չենք ունենալու, որովհետև Մոլդովայի օրինակը մեզ ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է հասել էլի այդ հայտարարությունը, ասում եմ, սկսած նրանից, որ չգիտեմ, տարբեր եղանակներով ուղղակի կանխիկ գումար են բերել, փորձել բաժանել, տարբեր գործակալ ինչ ազդեցության գործակալները փորձել են ազդեցություն ունենան քաղաքական գործընթացների վրա եւ գիտեք ցավոք սրտի այս Մոլդովայի օրինակը բերում ենք մի կողմից ուրախանում ենք, ասում ենք այ մոլդովացիներին հաջողվեց ի վերջո պաշտպանել համենայն դեպս այս փուլում իրենց քաղաքացիների ընտրության իրավունքը, բայց մյուս կողմից անգամ մոլդովացի մեր գործընկերներն հասկանում են, որ այդ սպառնալիքները շարունակական են, էլի դրանք շարունակվելու են, նենց չի, որ այս մի անգամ արեցին, պաշտպանվեցին եւ վերջ Ռուսաստանը դադարեցնելու է ուրեմն ճնշումներ գործադրել Մոլդովայի վրա։ Այդ ճնշումները ավելի ու ավելի ուժ գնանալու են, հատկապես այն պարագայում, որ մենք հասկանում ենք, որևէ հաջողության չեն հասնում Ուկրաինայում եւ շատ ավելի զայրանում են եւ շատ ավելի ինտենսիվ եւ լուրջ ջանքեր են գործադրում, որպեսզի չկորցնեն այդ ամբողջ տարածաշրջանը։ Մյուս կողմից էլ նաեւ պետք է հասկանանք, որ օբյեկտիվորեն զրկվում է Ռուսաստանը էֆեկտիվ գործելու հնարավորությունից, որովհետև ըստ էության Ուկրաինան շատ թուլացրել է Ռուսաստանին եւ նաեւ այս միջազգային ճնշումները Ռուսաստանին թուլացրել են, այսինքն Ռուսաստանը այլևս այն դերակատարը չի, որ ինքը հանդիսանում էր ընդհանուր պայմանական 3-4 տարի առաջ։ Որպես հասուն պետություն մենք պետք է հնարով կարողանանք սա վերլուծել, թե ինչ ընդհանրենք ինչ զարգացումներ են տեղի ունենում, ինչպես է փոխվել տարբեր դերակատարների ազդեցությունը, որ դերակատարների հետ մենք պետք է իրականում ավելի լուրջ համագործակցություն ունենանք, հա, որովհետև նույն TRIP-ի մասին խոսում ենք որպես Հայաստանի էլի անվտանգության ընդհանրենք հնարավոր մեխանիզմ։ Այդ վիճելի հարց է, թե մենք կդիտարկենք դա որպես սպառնալիք, թե որպես մեխանիզմ, պատրաստ եմ նաև այդ թեմայի շուրջ խոսելու, բայց առանց Եվրամիության ներգրավման այս մեխանիզմը ուղղակի դառնում է լուրջ սպառնալիք։ Եթե դու չես իրականացնում դա լուրջ համագործակցության Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ, սա ավելի շուտ Հայաստանի համար սպառնալիք է դառնում, քան հնարավորություն, որովհետեւ ինչ դերակատարի ասես հնարավորություն է տալիս գա Հայաստանը քամի մզի ու թողի գնա։ Նույն Ռուսաստանի, նույն Չինաստանի համար դառնում է, Հայաստանը դարձնում է այն ռուսերեն ասած պրախադնոյ դվոր։ Ու որևէ օգուտ Հայաստանին թե անվտանգության, թե էներգետիկ անվտանգության, թե տնտեսական, թե որևէ անվտանգության տեսանկյունից չի տալիս։ Բայց եթե դու սա անում ես ավելի կշռադատված, ավելի ռազմավարական մոտեցումով համագործակցությամբ Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ երկկողմանի լրջագույն համագործակցությամբ, սա կարող է իրոք էֆեկտիվ գործիք լինի նաև քո անվտանգության ապահովման տեսանկյունից։ Ըս անվտանգության առումով ես իրոք խնդիրներ եմ տեսնում, տագնապալի ինձ անհանգստացնող իրավիճակ եմ տեսնում, որովհետև նույնիսկ երբ ժամանակին կային փորձագետներ, ով մեդիա փորձագետներ, ովքեր հայ հանրությանը ներկայացնում էին ինչն է վտանգավոր, ինչը չէ, այս վերջերս իրենք էին Facebook-ում կիսվել ապատեղեկատվությամբ Ուկրաինայի մասին, ճիշտ ասած շատ զարմացա, որովհետև կիսվողը շատ փորձառու մարդեր, անունը չեմ տալիս, առաջ նրանք ինֆլուենսերներ էին, հիմա անցյալ ինֆլուենսերներ էին, չեմ ուզում գովազդել, բայց ինչի եմ ասում, շատ տարօրինակ էր, օրինակ մենք գիտենք, որ Ռուսաստանը սոցիալական ցանցերը օգտագործելով միջամտում էր Մոլդովայում եւ ինչպես էր միջամտում, եւ այդ մարդը, որը որ տարիներով իբր թե զբաղվել է հայ հանրությանը ապահովագրելով նման
ֆեյքերի տարածումից ինքն էր ֆեյք տարածել եւ նույնիսկ հերքումը չդրեց, ես անձամբ մասնակցեցի, ուղարկեցի, որ պետք է հերքումը դրվի։ Այդ ֆոնին մենք տեսնում ենք, ասենք, նույն կադիրովցիների TikTok-ները, որ մարդը երբեք չի անդրադառնում, որ դա սուտ է։ Օրինակ, հայ մարդը տեսնում է արհեստական բանականությամբ ստեղծված նյութեր, միգուցե շատերը չեն էլ տարբերում, որ սա իրական չէ։ Այդ կերպարը ում մասին ասում եմ, ինքը առաջ ամեն ինչի մասին խոսում էր, հիմա ռուսականի մասին չի խոսում, ինչպես իշխանությունները, հա, աշխատում են Ռուսաստանը անունը չտան, չգիտեմ ինչի համար, հա, բայց այդ ընթացքում ֆեյքը Ուկրաինայի մասին տարածում են։ Տիգրան, այս առումով նաև Բաքվի հայտարարությունները ՆԱՏՕ-ի ստանդարտներին անցնելու մասին, մենք Չինաստանից զենք գնելով ՆԱՏՕ-ի ստանդարտներից է խոսում Բաքուն, ինքը ՆԱՏՕ-ի ստանդարտների զենք էլ է ստանում, բայց ինքը վերջերս հատկապես Չինաստանից մեծ քանակությամբ զենք է գնել։ Այսինքն այս հռետորաբանությունը իրականությունից տարանջատելու մասին, նաև բացի քո տպավորություններից եվրոպացիների այցից, այն ինչի մասին կիսվեց Էդգարը, ինչ ես կարծում ես ամեն ինչը ինչպես պետք է ընկալի հայ հանրությունը, հա, ինչու է Բաքուն նման հայտարարություններ անում, ինչու են մարդիկ, ովքեր պետք է պաշտպանեն հայ հանրությունը, ընդհակառակը ապատեղեկատվություն են տարածում։ Նախ մի փոքրիկ բարձաբանում Էդգար օգտագործեց Chatham House կանոններ, ոչ բոլոր երևի քո հանդիսատեսները դա գիտեն։ Chatham House-ը դա այսպիսի տերմին է միջազգային բանակցություններում, երբ կողմերը ոչ պաշտոնական, բայց շատ բարձրաստիճան եւ կարեւոր բանակցություններ են վարում, պայմանավորվելով, որ այդ մասին եթե խոսեն էլ, ապա աղբյուրներ չեն նշելու եւ դա ստեղծում է յուրահատուկ փոխվստահության եւ անկեղծության մթնոլորտ եւ Էդգարը ստիպված է մնալ այդ մթնոլորտի մեջ, դրա համար է կներես Էդգար ջան, որ քո փոխարեն դա մեկնաբանեցի, որպեսզի հանդիսատեսները հասկանան մի կարևոր բան։ Մենք իրար մասին քիչ բարի խոսքեր ենք հասնում ասել եւ մենք Էդգարը շատ քիչ ենք տեսնում իրար, բայց կարծում եմ, որ փոխադարձ արգանքը կա եւ այստեղ ես ուղղակի ուզում եմ նշել, որ տեսեք Էդգարը այստեղ այսօր եւ ընդհանրապես մեր երկրում հիմա շատ կարեւոր դերակատարություն ունի, քանի որ նա ներկայացնում է ոչ կառավարական կազմակերպությունները եւ լայն հասարակությունը, ոչ քաղաքական կուսակցություն, եվրոպացիներին եւ ես ներգրաված եմ եղել այդ ոլորտներում եւ փաստորեն ուզում եմ գլխարկս եթե լիներ կհանայի, որ Էդգարը կարողանում է պահպանել ոչ միայն սթափություն եւ այդ գայթակղություններին իշխանությանը մոտիկ լինելու չի տրվում, նա պահպանում է անկեղծությունը, նա պահպանում է շատ սթափ եւ զգուշ եւ օբյեկտիվ տեսակետ, այսինքն ինչի եմ ես այս ամենն ասում, ոչ թե նրան հաճելի բառեր ասել, այլ որովհետեւ ես որպես քաղաքական գործիչ ի տարբերություն Էդգար, որը հասարակական գործիչ է, մի կողմից ավելի սահմանափակ եմ, մյուս կողմից ես պարտավոր եմ խոսել շատ ավելի բացը խոսելով ես երբեմն խոսում եմ բաներ, որ հանրությունը ընկալում է որպես սևակնոցով տեսնել եւ ներկայացնել իրավիճակը։ Ու ես շատ ուրախ եի, որ Էդգարը վարդագույն ակնոցներով չի դիտում իրավիճակը եւ այն ինչ ասեց նա ինձ համար կրկնակի կարևոր է, որովհետեւ ոչ միայն այն պատճառով, որ դա շատ մոտ է նրան, ինչի ես ասում եմ եւ ասել եմ եւ ասելու եմ, այլ որովհետեւ ես այսպես ստուգում եմ, որքանով է ճիշտ մեր վերլուծությունը, մեր գնահատականը։ Հիմա քո հարցերին կառավարությունը փորձում է ներկայացնել եւ կառավարության շուրջ գործիչները փորձում են ներկայացնել իրավիճակը այսպեսին, ուրեմն մեր երկրում կա ռուսական մեծ լոբի եւ դա ճիշտ է, դա ակնհայտ է, դրանք եւ ԱԱԾ-ում են եւ ԱԺ-ում են երկու կուսակցություն 3-ից եւ մամուլում եւ քաղաքական դաշտում եւ հասարակական դաշտում եւ ամենակարևորը տնտեսության ահռելի մասը արդյունքի բաժինը վերահսկվում է ռուսների կողմից
դա եւ գազի մոնոպոլիան է, դա երկաթուղու կոնցեսիան է, դա էլեկտրական բաշխիչ ցանցերն են, դա հանքերն են, բանկերը, ռուսական զորք է կանգնած մեր սահմաններին եւ ռուսական բազան է այստեղ միակը տարածաշրջանում եւ այս ամենի ֆոնի վրա խոսել, որ տեսեք, թե մենք ոնց ենք ապագաութացնում երկիրը, մեղմ ասած տարօրինակ է, որքանով եք դուք անկեղծ պարոնայք, այդ ֆոնի վրա խոսել եւ ինչպես խոսում են ոչ միայն կառավարության պաշտոնյաները, այլ նրանց շրջապատող գործիչները, որոնք հաճախ գործիքներ են դառնում, կուրսք են ծեծում, թե տեսեք ինչ առաջընթացը դուք լուրջ եք 7-6 տարվա մեջ Զվարթնոցից 20 հոգի հանելն էր լուրջ առաջընթաց եւ մեր անվտանգային խնդիրները հենց նրանից են, որ իրենք ներկայացնում են, տեսեք, մենք ունենք ռուսական լոբի, իսկ մենք նրան հակադրվում ենք, ոչ, դուք չեք հակադրվում։ Ձեր միակ տարբերությունը այն է, որ դուք հաշտվելով Ռուսաստանի ներկայության եւ գերակայության հետ, դուք պարզապես նրանց հետ լեզու եք գտնում եւ մրցակից եք համարում նախկիններին, դուք նրանց չեք հակադրվում, դուք հակադրվում եք միայն մի հարցում, իշխանության հարցում, բայց քաղաքական հարցերում դուք նույնն եք անում եւ ուղղակի ավելացրեցիք ռուսական ազդեցությանը, մահաբեր ազդեցությանը մեր երկրի վրա, նաեւ ադրբեջանական եւ թուրքական։ Այդ դա է տարբերությունը եւ նրանք երկու ուժերը փորձում են կոծկել երրորդ ուժի գոյությունը եւ կարևորությունը։ Այդ երրորդ ուժն ենք մենք նաեւ այստեղ հավաքվածներս, այն հայերը, որոնք հասկանում են, որ Հայաստանի փրկությունը, Հայաստանի գոյությունը, անվտանգությունը, զարգացումը դա եվրոպական միության ճանապարհի վրա է, դա Եվրոմիության անդամակցությունն է եւ երբ որ մենք կազմակերպել ենք միասին այդ ստորագրահավաքը եւ ստեղծեցինք օրենք, որը ընդունվեց, բայց չի կատարվում, այս սա է խնդիրը, որ մեզ փորձում են անտեսել, չտեսնել այդ երրորդ ուժը եւ իրենք շարունակ ասում են կամ մենք կամ նրանք, կամ ես կամ պատերազմ, ասում է հիմա Փաշինյանը, եւ դա սուտ է, դա կեղծիք է, որովհետեւ նա ընդհանրապես անվտանգային հարցերը լուծում է զիջումներով, հետաձգելով, գորգի տակ մտցնելով այս մեր բոլոր խնդիրները, ինչպես ամփույթ տանտիրուհին գորգի տակ է լցնում աղբը փոխանակ թափի եւ այդ աղբը այնտեղ փտում է եւ գարշահոտությունը, որի մեջ մենք հիմա ապրում ենք, այն որ մենք շատ արագ գնում ենք դեպի ավտորիտարիզմ, երբ որ արդեն մարդկանց ձերբակալում են հարցազրույց վերցնելու համար, ոչ թե նրան ում տվել են հարցազրույցը, որտեղ նրանք գտնել չեն կարող, այլ լրագրողներին, ով էլ իրենք լինեն, խոսքի համար են ձերբակալում, երբ որ քարոզիչներին ձերբակալում են քարոզի համար։ Սա շատ լուրջ հարց է եւ եվրոպացիներն արդեն տալիս են այդ հարցերը, որքանով է ժողովրդավարական Հայաստանը, բայց մենք փաստորեն տեսնում ենք հիբրիդային ժողովրդավարություն, մենք տեսնում ենք հիբրիդային պետություն, որը հաշտվում է իր տարածքում երկու զավթիչ բանակների ներկայությունը, ադրբեջանցիների ներկայությունը 230 քառակուսի կիլոմետրի վրա եւ ռուսական բանակի եւ այդ ֆոնի վրա խոսել այն մասին, որ տեսեք ոնց ենք մենք ազատվում, անկախանում, որ 500 տարվա մեջ մենք երբեք չենք եղել այդքան անկախ, որ մենք փաստորեն ծաղկուն շրջան ենք մտել եւ այլն, այս ամենը ոչ միայն անլուրջ է, դա վտանգավոր է, որովհետեւ սեղանին արդեն դրված է անկլավների հանձնման հարցը։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի դեպի Վրաստան ճանապարհն է անցնելու մի քանի մետր հեռավորության վրա զինված ադրբեջանական բանակի զորախմբերի եւ նույնը Քյարքին, ինչպես ադրբեջանցիները ներկայացնում են Տիգրանաշենը, դա կտրում է Արարատյան դաշտը Վայոց ձորից, Վայքից եւ Սյունիքից եւ սա է այն գինը, որը Փաշինյանը պատրաստ է վճարել ընտրություններում հաղթելու համար, որովհետեւ նա այդ ընտրությունը եւ իր հաղթանակը կապում է ոչ թե հայ ժողովրդի կամքի, այլ Ալիևի, Էրդողանի եւ Պուտինի հետ պայմանավորվելու հետ եւ սա մահաբեր վտանգ է։ Ահա ինչի մասին է հիմա պետք խոսել, ահա ինչի շուրջը մենք պետք է համախմբվենք եւ ահա ինչու այդքան կարեւոր է, որ
եվրոպական արևմտյան զարգացման, քաղաքակիրթ զարգացման ճանապարհի ջատագովները, կրողները քաղաքական լինեն իշխանության մեջ, լինեն խորհրդարանում եւ շրջեն այս շատ վտանգավոր ճանապարհը ուղին, որով գնում է, որով տանում է մեր երկրին Փաշինյանը եւ նրա թիմը դեպի Եվրոպա։ Իհարկե ոչ Շանհայով, ոչ չինական զենքով, ոչ այդ կիսատ պռատ խոստումներով եւ գաղտնի պահվող եւ մեզ համար մահաբեր պայմաններով, պայմանագրերով, ոչ տրիպով, որի վտանգի մասին ես ճչում եմ օգոստոսի 8-ի երեկոյանից եւ որի մասին ես շատ ուրախ եի, որ Էդգարը ստապ եւ թափանցիկ տեսնում է այդ վտանգը, որի մասին ամերիկյան շատ փորձառու մասնագետներ, օրինակ նույն Օբրայենը հոդվածում ասում է, որ դա տրիպը, դա թրեփ է, դա թակարդ է Հայաստանի համար, եթե, ինչպես Էդգարը ճիշտ նշեց, չմիջամտի Եվրամիությունը, բայց Եվրամիությունը կարող է չմիջամտել, որովհետև Եվրամիությունը երկու անգամ բոլորովին այլ ճանապարհն է ֆինանսավորել հյուսիս-հարավը, եւ Եվրամիությունը հիմա գտնվում է բոլորովին այլ իրավիճակում, նա փակվում է, նա ինքնապաշտպանվածությամբ է զբաղված, նա տրիլիոններ է ծախսում սեփական զորախումբ զենք արտադրելու եւ բանակ ստանալու գերխնդիրներով, որովհետեւ Թրամփը թողել է Եվրոպան անպաշտպան եւ մարդիկ ովքեր խոսում են, որ Թրամփը պաշտպանելու Հայաստանը, մոռանալու որ ընդամենը 5 տարի առաջ Թրամփը չպաշտպանեց Հայաստանը, մեղմ ասենք, նրանք կամ խելագար են, կամ կարճատես, կամ չարամիտ են, որովհետեւ ոչ Տրիպը չի պաշտպանի Հայաստանին։ Ավելին, Թրամփը շուտով կհասկանա, որ իրականում դա սպասարկում է Թուրքիային եւ Չինաստանին, եւ դա բոլորովին չի մտնում Սպիտակ տան եւ Թրամփի, հատկապես Չինաստանի սպասարկումը ծրագրերի մեջ։ Եվ այդպես որ մենք հիմա, եթե չխոսենք այդ մասին, եթե չբարձրաձայնենք այդ վտանգը, եթե չկարողանանք շեղել այս սարսափելի սխալ ուղղությունը, եթե մենք ղեկը պետության չքաշենք դեպի միակ ճիշտ ճանապարհը, ճիշտ ճանապարհը մեկն է, ապա մեկ տարի անց մենք բոլորովին այլ եւ շատ ծանր իրավիճակում կգտնվենք։ Մենք կարող ենք կրկնել փաստորեն Արցախի ճակատագիրը։ Ես ասում եմ դա դառնությամբ եւ ամենայն պատասխանատվությամբ։ Հուսանք, որ Տրիպը Հայաստանի իշխանությունները կօգտագործեն ճիշտ ուղղությամբ, ովքեր էլ որ լինեն այդ իշխանությունները, այսպես ասեմ, հա, որովհետև որքան մարտահրավերներ կան, այնքան էլ հնարավորություններ եւ ավելի շատ հնարավորություններ կան, քան թե մարտահրավերներ։ Մարտահրավերները զուտ ներքաղաքական դաշտում են եւ այդ ուղին ընկալման դաշտում են։ Դες անցած եթերում Արմեն Չիբուխչյանի եւ Էդվարդ Անտինյանի հետ ու եթերում քննարկեցինք եկեղեցու եւ պետության տարանջատման վերաբերյալ հայկական օրենսդրության եւ եվրոպական սկզբունքների միջև անհամապատասխանությունը, հա, իդեպ նշեցի, որ այս թեմայով խոսում է մի քաղաքական գործիչ Հայաստանում, ձեզի նկատի ունենալը, իդեպ տարօրինակ չեք համարում, որ իրենց Եվրոպամետ անվանող շատ գործիչներ այդ թեմային չեն անդրադառնում, ինչու չեն անդրադառնում, չգիտեն, որ եվրոպական նորմերի մասին, չգիտեն եվրոպական օրենսդրության մասին, թե պարզապես հիմա չեն կարևորում, որ այդ հարցը նաև կարող է օգնել այսօրվա Հայաստանում այդ տեղի ունեցող ներքին առճակատման կառավարության եւ կաթողիկոսարանի միջև։ Մի քանի պատասխան կա այս հարցին եւ առաջինը մակերեսի վրա այն է, ինչու չեն խոսում այդ մասին, ինչու չեն խոսում սահմանադրական խնդիրների մասին եւ օրենսդրական խնդիրների մասին, որոնք դրված են այս հարցի հիմքում, որովհետև չեն ցանկանում հակադրվել այսօր իշխանություններին։ Ընդամենը մենք տեսել ենք նման բաներ 10 տարի առաջ, 20 տարի առաջ, երբ մեր ճակատագիրն է հակադրվել իշխանությանը, դա է ժողովրդավարությունը, պայքար ոչ թե իշխանությունների դեմ, պայքար պետականության եւ արդարության համար, որովհետև կառավարությունը, իշխանությունը պետք է վախենա ժողովրդից, այլ ոչ թե ժողովուրդը իշխանություններից, ինչպես մենք հիմա ենք տեսնում, ինչպես տեսել ենք 5 տարի առաջ, 10 տարի առաջ, 20 տարի առաջ։ Հիմա ինչ վերաբերում է եկեղեցուն, ընդհանրապես ինձ այս հարցը
նախ եւ առաջ հետաքրքրում է ազգային անվտանգությունը պահպանելու, պետականությունը պահպանելու տեսակետից։ Հայաստանում կան մի քանի կարևորագույն ինստիտուտներ սոցիալական, դա ընտանիքն է, դա միակ բանն է, որը պահպանում է մեր երկիրը։ Ամենակարևորը դա ոչ թե բանակն է, ոչ թե ժողովրդավարությունն է, որը չկա, դա ընտանիքն է։ Դա ավելի կարևոր է, քան լեզուն, քան բանակը, քան եկեղեցին։ Մեր ընտանեկան կապերն են պահպանում այս պետությունը ի հեճուկս այն բոլոր սարսափելի բաների, փորձությունների, սխալների, թերությունների, որոնք առկա են։ Երկրորդը դա իհարկե մշակույթն է, երրորդը դա սփյուռքն է, եւ չորրորդը դա եկեղեցին է։ Դրանից էր դարերով կազմված ազգը եւ ազգային կյանքը, անգամ երբ որ չկար պետություն։ Իհարկե պետությունը եւ պետականությունը պետք է փառպակի այդ ամենը, համակարգի այդ ամենը, միավորի այդ ամենը, բայց ինչ ենք մենք տեսնում։ Փաշինյանի իշխանությունը հենց սկզբից իր իշխանության հենց սկզբից 18-19 թվականից հարձակումներ էր գործում այդ բոլոր ինստիտուտների վրա։ Օրինակ մշակույթի նախարարությունը ոչնչացվեց եւ միավորվեց ինչ որ մի մոնստրի հետ եւ մշակույթը որպես կարևորագույն ռազմավարական ինստիտուտ Հայաստանում մեղմ ասած անտեսվում է։ Ես ինքս որպես կինոռեժիսոր գիտեմ այդ ամենը, ինձ պետք չի դա պատմել, ինչպես են փակվում դեռ Քոչարյանի ժամանակ կինոստուդիաները, հրատարակչությունները, հետո ինչպես դա շարունակվեց Սերժ Սարգսյանի օրոք եւ ինչին այս ամենը հասավ Փաշինյանի օրոք։ Փաշինյանը փակեց նաեւ Սփյուռքի նախարարությունը, մեր երկրորդ հաղթակարտը փաստորեն Սփյուռք ունենալը դա եւ պատասխանատվությունը եւ խնդիր է մեծ, բայց դա նաեւ հսկայական հնարավորություն է, որի մասին խոսում ես դու առաջան։ Եվ հիմա եկեղեցին, երրորդ սյունը, որովհետեւ եկեղեցին իր բոլոր խնդիրներով եւ պղծված արժեքներով դա մեր հասարակության մասն է։ Այդ ամենը գոյություն ունի ամենտեղ եւ կառավարման համակարգում եւ բանակում եւ կրթական համակարգում եկեղեցին առանցին չէ, դա մեր կյանքի մասն է։ Նույն մարդիկ են գնում եկեղեցի կամ դառնում եկեղեցական, այսինքն բացի դա, այո, եկեղեցին ըստ Սահմանադրության 3 կետերի 17, 18 եւ 41-ի կարծեմ անջատ է պետությունից եւ դրսից հեղափոխել, բարեփոխել եկեղեցին կառավարությունը իշխանությունը չի կարող։ Իշխանությունը նախ ինքն իրեն պետք է հեղափոխի եւ բարեփոխի դատայրավական համակարգը, տնտեսական, սոցիալական հսկայական խնդիրներ կան եւ փաստորեն պայքարելով այդ հողմաղացների հետ Փաշինյանը ընդամենը ծխավառակույր է ստեղծում, ծուխ է անում, որ շեղի մարդկանց այն սարսափելի իրողություններից, որը մեկը մյուսի ամեն տարի օրեցօր մեծանում է եւ դա են մարտահրավերները։ Ոստի եկեղեցու դեպքում իհարկե ինչպես եւ Սփյուռքի դեպքում եւ այլ դեպքերում կառավարությունը սխալ է ինչու՞մ փոխանակ միավորել հասարակությունը, փոխանակ փորձել մեր արդեն պառակտված եկեղեցին միավորել եւ այդ մասին կարելի էր խոսել եւ իմիջիալոց եկեղեցու ներսում կային ոչ միայն այստեղ եպիսկոպոսները, այլ չեմ ուզում խախտեմ Chatham House-ի սկզբունքները, բայց մենք ունենք 4 պատրիարքներ եւ Գարեգին II-ը նրանցից մեկն է, այո դա Սուրբ Աթոռն է, բայց Սուրբ Աթոռը ունի 4 ոտք եւ Երուսաղեմի Անտիլիասի եւ Կոնստանտինոպոլիսի պատրիարքները այդ Սուրբ Աթոռի մնացած 3 ոտիկներն են, այդպես որ հենց նրանց հետ էր պետք քննարկել այդ հարցը եւ ազգը միավորելու, եկեղեցին միավորելու ճանապարհով էր պետք լուծել այս հարցը, որը անլուծելի չէ, բայց այն ձևը, որը ընտրեց Փաշինյանը եւ որը հիմա աշխարհը ընկալում է, շատ պարզ պետությունը փորձում է եկեղեցին քանդել, հեռացնել կաթողիկոսին, ձերբակալել մի քանի arczepiskopos-ների, քահանաների։ Կներեք, դուք գիտեք, որ
երկրի վարչապետը չի կարող փոխել օրինակ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին Հայաստանում։ FIFA-ն արգելում է պետության միջամտությունը ֆուտբոլի ֆեդերացիայի գործերին։ Եթե փորձեն, ապա Հայաստանը ոչ միտեղ իրավունք չի ունենա խաղալու։ UEFA, FIFA, եթե դուք չեք կարող անգամ FIFA-ի, կներեք, ֆեդերացիայի, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին փոխել, դուք լավ եք մտածել, թե ինչպես եք դուք փոխելու կաթողիկոսին, այն էլ այս ձևով։ Ես հիշեցնեմ, որ եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դեռ անցյալ ամսվա ընթացքում շատ կոշտ բանաձև ընդունեց, պաշտպանելով եկեղեցուն, հայկական եկեղեցուն պետության ոտնձգություններից, իսկ երկու շաբաթ անց Հռոմի Պապը Ստամբուլում մասնակցել է հայ առաքելական եկեղեցու տաճարում պատարագի, եւ սա կատակ չէ, շատ քիչ մարդիկ կան Հռոմի Պապուց ավելի ազդեցիկ։ Եվ ես դեռ 1 տարի առաջ, երբ որ չէ, 1 տարի չէ, կես տարի առաջ, եւ աշնանը, երբ որ Թրամփի ընտրությունը եւ Վենսի ընտրությունը արդեն ակնհայտ էր, եւ դրանից հետո ասել է նաեւ Փաշինյանին, մեկ անգամ ասել է նրան ուղիղ, որ Վենսը իր քրիստոնեական այդ օրակարգով տալիս է Հայաստանին ֆանտաստիկ հնարավորություն ներկայանալ որպես առաջին քրիստոնեական պետություն, որպես քրիստոնեական նահատակների երկիր եւ ազգ, եւ այդ թեմայով մենք բազմաթիվ հարցեր կարող ենք լուծել եւ դեռ կարող ենք, եւ ծիծաղելի է, որ Թաքեր Քարլսոնի պես ազդեցիկ եւ վարձու լրագրողին այդ խնդիրը ներկայացրեց Նարեկ Կարապետյանը, այլ ոչ թե ասենք մեր երկրի եկեղեցական հոգևոր առաջնորդը կամ վարչապետը։ Ամերիկան այդ մասին իմանում է Նարեկ Կարապետյանից, ինչը բավական ծիծաղաշարժ է։ Չնայած որ լավ է, որ գոնե այսպես իմացան, այսա էր պետք անել, այսա էր պետք ասել Թրամփին սպիտակ տան, այլ ոչ թե որ Երևանում ավելի լավ ասֆալտ է, քան Վաշինգտոնում, ինչը սուտ է միջալից։ Այսինքն տեսնում եք ինչի հետ մենք գործ ունենք եւ ինչպես ենք մենք կորցնում, մսխում, վատնում մեկը մյուսի հետևից հսկայական հնարավորությունները։ Ազգային եկեղեցու արկայությունը հայկական օրենսդրության մեջ հակասում է եվրոպական սկզբունքներին, սա բոլորին հայտնի է, բայց գիտենք նաեւ, որ Եվրամիությունը չի ներկայացնում առայժմ պահանջներ փոխել այդ վիճակը։ Խնդրեի քո կարծիքը ասեիր, ինչ տպավորություններով եվրոպացիները հեռացան Հայաստանից, հատկապես Փաշինյանի դիվերսիֆիկացիայի առումով, գիտենք, որ իշխանությունը ինչպես էլ դիվերսիֆիկացնի Հայաստանի ճանապարհները, միևնույն է դրանք տանում են Ռուսաստան, ցավոք սրտի։ Ինչ այն ասում եվրոպացիները այդ առումով։ Մի փոքր նաև անդրադառնամ պարոն Խզմալյանի կողմից բացացված հարցերին, շատ կարևոր հարցերի մասին խոսեցինք եւ կուզենայի նաև կարծիքս արտահայտել սրանց վերաբերյալ։ Տեսեք, նախ շնորհակալություն պարոն Խզմալյան ջերմ խոսքերի համար, իրականում գտնում եմ, որ ոչինչ եւ երբեք չի կաշկանդել ինձ անհրաժեշտության դեպքում խոսել իշխանությունների սխալների, խնդիրների մասին կամ այն խնդիրները, որ ես տեսնում եմ, եւ նաեւ անհրաժեշտության դեպքում, եթե տեսել եմ դրական ինչ-որ բան, քայլեր, դրական քայլերի մասին եմ խոսել, որպեսզի խրախուսեմ, որպեսզի այդ ուղղությամբ աշխատանքը ավելի էֆեկտիվ իրականացվի։ Հիմա շատ կարևոր խոսք գնաց այդ ապագաղութացման մասին եւ շատ կարևոր է մեզանում, մեր հասարակությունում այդ ապագաղութացման խոսույթը չի ձևավորվել եւ չկա եւ հավանաբար սրա արկայությունը մեզ ավելի մոտ կդարձներ եվրոպական ընտանիքին, որովհետեւ շատ պետություններ նույն Եվրոպական միության անդամ, մաս կազմող պետություններ, նույն Լեհաստանում, Չեխիայում, Բալտյան երկրներում այդ ապագաղութացման խոսույթն է եղել, այդ ապագաղութացումն է բերել նրանց, որ նրանք դարձել են Եվրոպական միության մաս, այսինքն նրանց մոտ դա պայքարի արդյունք է եղել։ Այդ մարդիկ պայքարել են, ոչ թե նստել են սպասել են, թե Ռուսաստանը իրանց վրա հիբրիդային սպառնալիք կիրառելու է, թե չի կիրառելու։ Սա կարևորագույն տարր է եւ այս պայքարն է մեզ դարձնելու որպես պետություն, որը իրականում ցույց է տալիս Եվրոպական միությանը, որ մենք այդ արժեքների, այդ ժողովրդավարության մոտեցման կրողներն ենք, ոչ թե ընդհանրենք սպասողներ։ Չկա ցավոք սրտի եւ շատ ցավում եմ դրա համար։ Ինչ վերաբերվում է այդ ընտրողական արդարադատության հարցին, այլ ես շատ ցավով եմ տանում, այնտեղ տեսնում եմ, ընդհանրենք եկել երկու բլոգերի ազգային անվտանգությունով գալիս են, հոլորում են, ձեռքերը տանում են եւ այն մարդիկ, ովքեր որ պատասխանատու են
հանցագործությունների, էլի տարիներով արված հանցագործությունների, մարդկանց կյանքերի, սպանությունների, ունեզրկման, չգիտեմ, սիստեմատիկ մարդու իրավունքների ոտնահարման համար հիմա նստել են կամ զբաղվում են քաղաքականությամբ եւ գալիս են մեծ հայտարարություններ են անում եւ սա ինձ համար ցավ է եւ շատ դեպքերում այդ իշխանությունների գործելակերպը անցալում է ոչ թե որպես ռուսական ազդեցության նկատմամբ դիմադրողականության զարգացում, հա, որովհետեւ դա շատ դեպքերում այդ լուսի ներքո է, չէ, ներկայացվում, որ մենք պաշտպանում ենք պետությունը ռուսական սպառնալիքներից, նույն ազգային անվտանգության գործակալներից եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ շատ կարևոր նուրբ մի հատ գիծ կա, որ պետքա մենք հասկանանք։ Հանդիսանալով Եվրոպայի խորհրդի անդամ, մենք շատ հեշտ կկարողանանք օրենսդրություն մշակել, որով եւ այդ օրենսդրության պահանջներից ելնելով մենք կարողանանք այս գործընթացներն իրականացնել։ Այսինքն, երբ որ խոսում ենք լուստրացիայի մասին, երբ որ խոսում ենք, ենթադրենք, թե նույն մարդկանց նկատմամբ ուրեմն իրավական վարույթներ իրականացնելու մասին, սա պետք է լիներ իրականում օրենքի պահանջով, օրենքի տառին համապատասխանող գործողություն, որի պարագայում, գիտեք, եթե անգամ պետությունը որոշակի սահմանափակումներ մտցներ իր իշխանությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու համար, միջազգային հանրության համար շատ պարզ կլիներ, թե ինչի համար է սա Հայաստանը անում։ Հա, եթե դու ընդհանրենք մշակեիր համապատասխան օրենսդրություն, ուղարկեիր Վենետիկի հանձնաժողով, ասես ժողովուրդ, ես ունեմ ժողովրդավարությանս պաշտպանելու պետության դիմադրողականությունը ապահովելու խնդիր եւ մշակել եմ նման օրենսդրություն, հա, որով փակելու եմ, չգիտեմ, ռուսական ազդեցության գործակալներին, այդ ռուսական ազդեցություն բանը մշակութային տները, սպուտնիկները, չգիտեմ, ռուսական ֆինանսավորման գործող կուսակցությունները, լրատվամիջոցները, ես անում եմ միայն ժողովրդավարությունս պաշտպանելու համար եւ այս ստանդարտներով եմ Եվրոպայի խորհրդի պահանջներին համապատասխան եմ սա անում։ Ես չեմ շեղվում այդ պահանջներից, որովհետեւ ես ուրորեն հետևում եմ ժողովրդավարական արժեքներին եւ այդ սկզբունքներին։ Այդ դեպքում որևէ խնդիր մեր առջեւ ոչ մեկ չէր բարձրացնելու, ցավոք սրտի այս ճանապարհով չգնացին եւ չեն գնում։ Մեկ նախադասություն թույլ տաս, մեկ նախադասություն։ Անկամ ամենասուր դրվագը, տեսեք, Սամվել Կարապետյանի դեմ էլեկտրացանցերի ապա մենաշնորհման գործընթացը գնաց որպես պետություն ընդդեմ մասնավոր անձի եւ պարտվեց Լոնդոնի դատարանում։ Մինչդեռ եթե խոսվեր այն մասին, որ սա ռուսական մենաշնորհ է եւ այդ մարդը իրականում ռուսական օլիգարխ է, որը ներկայացնում է ռուսական գաղութային համակարգը, ես վստահ եմ, որ Ստոկհոլմի եւ Լոնդոնի արբիտրաժային դատարանները չեն դիտի դա պետություն ընդդեմ մասնավորի, այլ որպես անկախացող ժողովրդավարություն ընդդեմ ռուսական գաղութարարի գործ եւ մենք կշահենք ներեց։ Ես ճիշտ եմ հասկանում, պարոն Խզմալյան, որ այդ հարցի շուրջ մենք տարաձայնություն չունենք, որ բոլորս են հասկանում, եկեղեցին տարիներ շարունակ եղել է ազգային անվտանգության, FSB-ի, չգիտեմ, KGB-ի իհարկե։ Այո։ Եվ հիմա էլ կա։ Արդյոք տարաձայնություն չունենք եւ իրոք ես համաձայն եմ, սա ձևակերպման եւ գործերի վարույթների իրականացման մոտեցման մասին է խոսքը գնում։ Այն մոտեցումը, որ վայելա ժողովրդավարական հասարակությանը։ Դուք եք ուզում, ես էլ եմ ուզում։ Այդտեղ որևէ տարաձայնություն չունենք։ Մյուս հարցը Եվրամիության պատրաստակամության մասին շատ կարևոր է։ Մի կողմից Եվրամիությունը հենց առաջին օրերին եւ հենց դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին այդ տրիպի շատ բանը հետաքրքիր ագավոր կար բանի Ֆրեյդի ասած տրիպի շահագործման ուրեմն հարցում եւ իրականում այդ պատրաստակամությունը ես տեսնում եմ։ Այսինքն, բայց մյուս կողմից այստեղ շատ կարևոր է, որ Եվրամիությունը դիտարկի Հայաստանի Հանրապետությունը որպես գործընկեր։ Այսինքն, առանց էտել Եվրամիության վիճակը բավականին ծանր է։ Իրենք ունեն բազմաթիվ անվտանգային խնդիրներ, բազմաթիվ, ուրեմն Տրամպը իրոք շատ խոցելի դարձրեց եվրոպական անվտանգության համակարգը, եւ այս Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների բանով շատ խոցելի է զգում իրան Եվրոպական միությունը։ Շատ խոցելի են զգում իրանց Բալտյան երկրները, Լեհաստանը, Ֆինլանդիան, իրոք դրա մասին անդադ ասում են եւ
մի կողմից նրանք հասկանում են եւ շատ էմպաթիայով են լցված հարավային Կովկասի ժողովուրդների եւ հատկապես Հայաստանի նկատմամբ, բայց մյուս կողմից այդ ջանքերը, այդ հարկատուների գումարները, որ բանա ուղղվում է տարբեր երկրներ, մարդիկ ասում են մենք ինքներս ունենք բազմաթիվ խնդիրներ եւ բերեք հասկանանք պրակտիկ տեսանկյունից, հա, պրագմատիկ քաղաքականության տեսանկյունից, որն է մեզ համար էֆեկտիվ, մենք ապահովենք մեզ համար էֆեկտիվ պաշտպանական մեխանիզմներ, թե երկարաժամկետ ինչ-որ աջակցություն ցուցաբերենք մի պետության, որը չգիտենք էլ մեր մասնադառնալու, թե էլի վերջում գնալու է դառնա Ռուսաստանի մաս։ Ինչպես Վրաստանը։ Շատ պրագմատիկ եւ Վրաստանը ցավոք սրտի շատ վատ օրինակ էր եւ շատ ցավալի օրինակ էր եւ Հայաստանի համար էլ բավականին բարդ է, որ մեր ամենամերձ հարևանը այս ճանապարհով գնաց։ Մյուս հարցը ձեր Մարաջան ձեր կողմից բարձրացված այդ եվրոպական պահանջին, եկեղեցու տարանջատման, հա, այդ սահմանադրական պահանջին, նախ պետք է խոսենք նրա մասին, որ մեր սահմանադրության մեջ ներառված է եվրոպական բանի պահանջի այդ դրույթը։ Բայց այստեղ մի շատ կարևոր տարր կա, որի մասին մենք պետք է խոսանք, այդ եկեղեցու եւ կրոնի տարանջատումը պետությունից նաև մի կարևոր բանի պատճառով արված, որպեսզի մոնոպոլ դիրքի ձրկի որևէ կրոնական ուղղվածություն։ Այստեղ շատ կարևոր տարր, այսինքն մենք տարիներ շարունակ երևի 9-10 թվականներ 2000-ականների սկզբերից մենք խոսում ենք այն խնդիրների մասին, որ ինչն է պատճառը, որ հայ առաքելական եկեղեցին մտել է բանակ եւ չգիտեմ զինծառայողներին գալիս են խաչակնքում են բան, եթե այդ զինծառայողը նաեւ իրավունք ունի խղճի դավանանքի ազատության տեսանկյունից, իրավունքի տեսանկյունից, այդ մարդը կարող լինի այլ կազմակերպության, այլ կրոնական կազմակերպության հետևող։ Սա մասին, այսինքն քաղաքացին պետքա պաշտպանված լինի եւ որևէ մեկը չի պարտադրելու նրան, որ ինքը կոնկրետ ինչ-որ դավանանքի կամ ինչ-որ կրոնի հետևորդ լինի։ Կա դրույթ ազգային եկեղեցի։ Այդ դրույթը իրականում ինձ համար էլ է շատ խորտ։ Մի կողմից օրենսդրորեն կարծես թե անջատված է, բայց հենց ազգային եկեղեցի դրույթը թույլ է տալիս նման հակասություններ։ Դրա մասին էր խոսքը։ Հա այդ եմ ասում, ինձ համար ամենակարևոր տարը, որ զրկի որևէ կրոնական կազմակերպությանը մոնոպոլ դիրքից պետության ներսում։ Այսինքն սա եթե կրոնի դավանանքի խղճի ազատության տեսանկյունից ցանկացած մարդ կարա դավանի ցանկացած կրոնի, որ ինքը ուզում է։ Եթե իհարկե եթե այդտեղ էլի գալիս ենք այն կետին, որ պետությունը ունի մենաշնոր սահմանափակումներ մտցնելու, բայց այդ սահմանափակումը պետք է համապատասխանի ժողովրդավարական արժեքներին, դա պետք է ուղղված լինի այլոց իրավունքների եւ շահերի պաշտպանությանը եւ այլն, այսինքն այդ նույն ուրեմն բանը մի քանի կետնա, որը նախանշված է Եվրոպական խորհրդի բանի մարդու իրավունքների տրամաբանությունում։ Այսքան է երևի այդ հարցի վերաբերյալ առաջ։ Եվրոպացիների տպավորությունը տեսեք, ու եվրոպացիները շատ դիվանագիտորեն են մոտենում այս հարցին, այսինքն մի կողմից իրենց համար շատ կարևոր է, թե մենք որպես պետություն ինչ ենք ուզում։ Այսինքն երբեք եվրոպական որևէ դիվանագետ, որևէ գործընկեր միջազգային կառույց ներկայացնող չի ասել, թե Հայաստանը պետք է անի այս կամ այն։ Սա սա գիտեք, սա ավելի շուտ մոտեցում է, որով առաջնորդվում են ռուս դիվանագիտական կորպուսը, քաղաքական գործիչները, ոչ թե եվրոպական, սա իրենց արժեքների մեջ չի տեղավորվում, այս մի հարթություն։ Երկրորդ հարթությունը իրենց համար շատ կարևոր է որոշ դեպքերում ոչ թե ինչ անում իշխանությունները, թե այլ ինչ է մտածում ժողովուրդը։ Արդյոք այս ժողովուրդը ժողովրդավարական արժեքներով ապրող ժողովուրդ է, արդյոք այս ժողովուրդը ուզում է ապրել սուվերեն ինքնիշխան պետությունում, որտեղ հարգվում են մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը, թե չէ, այս էլ շատ կարևոր տարր է։ Եվ երրորդ տարը շատ դեպքերում նրանք բավականին, ասեմ, դիվանագետորեն փորձում են ներկայացնել, թե ինչ օգուտներ կունենար Հայաստանի Հանրապետությունը այս համագործակցության պայմաններում կամ ինչ խնդիրներ կարող է ծագեն Հայաստանի Հանրապետության կամ նաև իրենց համար, չգիտեմ, այլ զարգացումների պարագայում։ Հիմա օրինակ իրենք եթե լսում ենք շատ դեպքերում այդքան լավ չեն պատկերացնում, թե այդ դիվերսիֆիկացիայի ասելով մենք ինչ ենք հասկանում, որովհետև շատ դեպքերում այդ դիվերսիֆիկացիան էլ իրականացվում է էլի տենց շատ անկանոն ոչ ռազմավարական ձևով
Չնայած շատերը խոսում են նրա մասին, դե որ հասկանում ենք Հայաստանի տնտեսական վիճակը, հասկանում ենք կախվածությունը, անվտանգային խնդիրներ եւ այլն, բայց միևնույն ժամանակ, եթե մի փոքր ավելի շատ խոսում ես, իրենք են իրենց անհանգստությունը հայտնում, թե ոնց կարա ընդհանրենք Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնա եւ հավակնություն ունենա Եվրոպական միության անդամության։ Չի լինում այդպես բան, չկա այդպես պետություն, որը համենտեղ չկա։ Չկա մինանց պետություն, որը Ռուսաստանի հետ համագործակցելով լինի ժողովրդավար պետություն կամ լինի Եվրոպական միության մաս, երևի մենակ Հունգարիան է, որ այդպես բան փորձեր անում է, բայց այդ բոլորս էլ հասկանում ենք, որ Հունգարիայի պարագայում Հունգարիան ապակի փորձում է այդպես մի քիչ առևտրականի հոգեբանությամբ ինչ որ բենեֆիտներ ստանալ պետության համար։ Չգիտեմ իրականում Հունգարիային դա որպես պետություն ծառայում է թե չէ, թե դա ծառայում է զուտ բանի Օրբանի շահերին, այս այլ հարց է, բայց ընդհանուր առմամբ Եվրոպական միության մեջ այդ հասկացությունը չկա, էլի ընդհանրենք ըստեղից ընդեղից խափելով բանես պոկես են պոկես ինչ որ բան առևտրի մեջ լինես բոլորի հետ։ Այդ հարցը շատ հաճախ բարձրացվում է, բայց ելի ասում եմ իրանք անդադ բան են անում, հետ են գալիս, ասում են հողի վրա հասկանում ենք խնդիրները, բայց ամեն դեպքում չգիտեմ ոնց եք դուք պատկերացնում ու երկարաժամկետ տեսանկյունից ոնց եք վարվելու։ Իրանց համար շատ խորհուրդ է, որ մի կողմից խոսում ենք այդ հիբրիդային սպառնալիքների մասին, մյուս կողմից չենք արտաբերում Ռուսաստան բառը եւ չենք փորձում ընդհանրենք փակել սպուտնիկները, չգիտեմ այդ ռուսկի դամա եւ այլն, որովհետեւ ուղղակի այդ հարցը բարձրացնում եմ, եթե այս նույն Մոլդովայում, նույն Ադրբեջանում անգամ բալտյան երկրներում կան այն երկրներում, որ սպուտնիկը գործել է, կարծեմ Լեհաստանում, Չեխիայում, հա, այս վերջերս այդ սպուտնիկները փակելուց առաջ վարույթներ էին իրականացում, չէ՞, քրեական գործեր հարուցվեց ու քննությունը պարզել էր, որ սրանք լրտեսական գործունեությամբ են զբաղվում իրենց երկրների տարածքում, լրտեսությամբ։ Ինչն է պատճառը, որ մենք մեզանում չենք բանանում հարց տալիս, այդ ոնց է որ սպուտնիկի աշխատողները լրտեսական գործունեությամբ են զբաղվել, չգիտեմ, Լեհաստանում պայմանական կամ Մոլդովայում եւ Հայաստանում նրանք լրտեսական գործունեությամբ չեն զբաղվում։ Ինչն է պատճառը, որ մենք մեզ այդ հարցը չենք տալիս։ Հա, եւ այդ հարցը տալիս են իրենց մեր եվրոպական գործընկերները։ Բայց մյուս կողմից էլի ասում եմ, այնքան դիվանագետ են, այնքան նրբանկատ են, որ իրանք անդադ փորձում են ասեն, դե ամեն դեպքում դա ձեր ընտրությունն է։ Մենք չենք ձեր փոխարեն որոշելու, թե ոնց եք դուք ապրելու, եւ վերջո շատ դեպքերում շեշտադրումը դրված է հենց քաղաքացիական հասարակության վրա, այսինքն նրանք հավատում են այդ քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարության ուժին, հա, եւ ասում են, որ ի վերջո դուք եք որոշելու, թե ձեր իշխանությունից ինչ եք պահանջելու եւ ի վերջո ինչպիսի իշխանություններ եք ձևավորելու, որ ձեզ տանի այն ուղղությամբ, որ դուք եք ուզում։ Այս տարվա սկզբին ես ներկայացրել եմ Եվրամիության պատվիրակության դեսպան Մարագոսին ծրագիր, համաձայն որի ի հեճուկս եւ ի դիմադրություն ռուսական այդ անverջ տների, մշակույթի, գրքի եւ այլ տների, որոնք իրականում ԳՌՈ-ի, ՖՍԲ-ի որջեր են, ես առաջարկեցի հիմնել եվրոպական տուն գաղափարը եւ օգտագործել քաղաքացիական հասարակությունը, պրոեվրոպական կուսակցությունների հնարավորությունները, որպեսզի Երևանում եւ մարզկենտրոններում սկզբից լինեն այդ եվրոպական տները։ Ցավոք սրտի արձագանք չկավ։ Իսկ ինչ վերաբերվում է կառավարության իշխանությունների եւ ոչ միայն Փաշինյանի, այլ մեր բոլոր այս 35 տարիների, 33 տարիների ընթացքին, ես կասեմ հետեւյալը, որպես բանաձև եւ Լևոն Տեր-Պետրոսյանի բալանսավորումը, եւ Ռոբերտ Քոչարյանի կոմպլեմենտարիզմը, եւ Սերժ Սարգսյանի եւ մոտեցումը, եւ այսօրվա Փաշինյանի դիվերսիֆիկացիան, դրանք բոլորը նույն ռուսական հատուկ ծառայությունների KGB-ի կեղծիք են, որոնք միտված են մեկ նպատակի՝ հեռու պահել Հայաստանը Եվրոպայից։ Թեմաները շատ են, մենք ու ժամանակը քիչ, այնուամենայնիվ շատ թեմաների անդրադարձանք, ինչի համար շատ շնորհակալ եմ ձեզ, շնորհակալ եմ ձեր ժամանակի համար, որ ընձեռնեցիք մեր լսարանին։ Հուսամ հաջորդ անգամ ավելի հուսադրող թեմաներից կխոսենք, ավելի շատ զարգացումներից կխոսենք, քան խնդիրներից։
Այնուամենայնիվ, եթե խնդիրներից չխոսենք, զարգացման չենք հասնելու, այդ իսկ պատճառով խնդիրներին ենք անդրադառնում։ Շնորհակալ եմ եւ մինչ նոր հանդիպում։ Շնորհակալություն, ցտեսություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ցտեսություն։